Նա 27 տարեկան էր, վիրավոր էր, ընկերները խնդրում էին հեռանալ, բայց նա մնաց, մենակ, իր զենքի հետ, ու կռվեց հարյուրների դեմ։ Նա անընդհատ փոխում էր դիրքերը, արագ, որպեսզի թշնամին հասկանա, որ զորքը շատ է, եւ այդ ընթացքում ավելի շատ արյուն կորցրեց։ Երբ ադրբեջանցի զինվորները շրջապատեցին նրա մարմինը, կարծեցին, թե մեռած է, բայց մի վերջին վայրկյան հավաքեց ուժերը, քաշեց նռնակի օղակը եւ իր հետ տարավ եւս մի քանի ասկյալի։ Նա Գագիկ Ստեփանյանն էր, բայց բոլորը նրան գիտեն որպես Հեթանոս Գագո։ Նա երդվեց Գառնիի հեթանոսական տաճարում իր կյանքը նվիրել ազգին ու պահեց իր խոստումը։ Հայաստանն ազատագրեց Արցախը, նաև Գագոյի կյանքի գնով, բայց 26 տարի անց կորցրեց այն։ Հարցը, որ տալու եմ այսօր, նրա մասին չէ, հարցը մեր մասին է։ Գագիկ Ստեփանյանի պատմությունը հասկանալու համար նախ պետք է սկսենք նրա նախապապից։ Հայ-թուրքական պատերազմ Սուրմալուն ընկնում է, Ստեփանյանների տոհմը հանգրվանում է ապարանում։ Հետո տեղի ունեցավ Բաշապարանի հերոսամարտը, որտեղ փոքրաթիվ հայկական ուժերը Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ կարողացան հետ շպրտել թուրքերին։ Ստեփանը հենց այդ ճակատամարտի մասնակից էր։ Մյուս պապը Բեգլարը հայրենական պատերազմում սովետական զորքի հետ հասել էր մինչև Բերլին եւ Ռայխստագի պատի վրա գրել էր ապարան Բերլին։ Սա պարզապես կենսագրական դետալ չէ, սա մեկ ընտանիքի, մեկ տոհմի ԴՆԹ է։ 1990 թվական Սյունիք։ Գագիկի եղբայրը Արայիկը ընկերների հետ ներխուժում է Սյունիքում սովետական ռազմական բազա եւ այնտեղից զենք գողանում հայկական ջոկատների համար։ Հետդարձի ճանապարհին տղերքն ընկնում են շրջափակման մեջ։ Գագոն շտապօգնության մեքենայով շտապում է օգնության եւ դուրս է բերում տղաներին։ Դա պատերազմի առաջին դրվագն էր, առաջին արյունը։ Հաջորդ 2 տարիներին Գագոն մասնակցում էր Սյունիքի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը՝ Սիսյան, Գորիս։ Փոքրաթիվ հայկական ջոկատներն ընդդեմ թշնամու կանոնավոր զորքի եւ խորհրդային ստորաբաժանումների։ Հետո ԽՍՀՄ-ի փլուզում եւ Արցախի պարտադրված պատերազմ։ Գագիկը միանում է Թայֆուն ջոկատին, էլիտար ստորաբաժանում, հատուկ գործողություններ, ռազմաճակատի ամենաբարդ հատվածներ։ 1992-ին Գագոն մասնակցում է Բերձորի ազատագրմանը, որի շնորհիվ Արցախը ցամաքային ճանապարհով կապվեց Մայր Հայաստանի հետ։ Թայֆուն ջոկատը միշտ այն հատվածներում էր, որտեղ ամենածանրն էր, ամենադժվարին, ամենակատաղի մարտերը։ Գագոն միշտ նրանց հետ էր։ Գագոն անպարտելի էր։ 1994 թվական դաժան ձմեռ, Քարվաճարի շրջան, ադրբեջանական կողմը հասկանում էր, որ ամեն ինչ տանուլ է տվել։ Հարկավոր էր գոնե մեկ գործողություն մինչև հրադադար։ Քարվաճարի ուղղությամբ թշնամին նետում է բոլոր ուժերը։ Դրան գումարած նաև մոտավորապես 2000 աֆղան մոջահեդներ։ Սկզբում արձակումը հաջողվում է։ Ամուրի Լեռնանցքի մի հատվածը, որը 1 տարի առաջ ազատագրվել էր հայկական ուժերի կողմից, որոշ ժամանակով անցնում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Թայֆուն ջոկատը շտապում է հատուկ գործողության։ 1994 թվական փետրվարի 13 Գագիկի ծննդյան օրը նա դարձավ 27 տարեկան։ Բայց գործողություններից մեկի ժամանակ Գագոն վիրավորվում է։ Նրան խնդրում են գոնե 1 օրով վերադառնալ տուն։ Գագոնի վերջո համաձայնվում է, բայց նույնիսկ 1 օրը չլրացած նա որոշում է վերադառնալ։ Տղերքը սպասում էին։ Հաջորդ օրը նա կրկին Լեռնանցքում էր։ 1994 թվականի մարտի 16 Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցնում։ Խիտ մառախուղը առավելություն էր տալիս թշնամուն։ Հայկական կողմը աչուձախ թևերից հայտնվում է լուրջ ճշմարտակ եւ սկսում է նահանջել։ Ջոկատը կորցնում է կապը։ Գնդացիրն այլևս չէր գործում։ Այդ պահին Գագիկ Ստեփանյանը բոլորին հրամայում է նահանջել։ Ինքը մնում է մենակ։ Անընդհատ սկսում է փոխել դիրքերը, ինտենսիվ կրակ է վարում եւ տպավորություն ստեղծում, որ այնտեղ մեծաթիվ զորք կա։
բայց թշնամին առաջանում էր։ Նա կրկին վիրավորվում է։ Գնդակը դիպչում է սկզբում ոտքին, հետո մարմնին, բայց Գագոն չէր նահանջում։ Արևորդին կռիվ էր տալիս։ Երբ արդեն ոչինչ հնարավոր չէր, մարմինն արդեն չէր կարողանում շարժվել, փամփուշտներն էլ վերջացել էին, Գագոն վերջին փամփուշտը պահում է իր համար։ Ադրբեջանական զորքն այդ ընթացքում առաջ է շարժվում։ Թշնամու զորքի հրամանատարը վերջապես գտնում է Գագիկի մարմինը, մտածելով, որ այն այլևս կենդանի չէ։ Շուռ է տալիս այն եւ այդ պահին Գագոն քաշում է նռնակի օղակը։ Մարտի 19-ին հայկական կողմը կրկին վերադարձնում է կորսված տարածքները։ Գագիկի մարմինը գտնում են ամենաբարձր տեղում դրված, անգամ թշնամին էր հարգել Գագոյին։ Նրա մատին նռնակի օղակներ։ Քարվաճառի հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը կորցրեց մոտավորապես 5000 զինվոր։ Դա պատերազմի ամենաարյունալի փուլերից մեկն էր։ Հայաստանը ի վերջո վերադարձրեց Արցախ։ Գագոն էլ հետմահու պարգևատրվեց մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ 2020 թվական Հայաստանը կորցնում է Արցախ։ Այն հողը, որի համար Գագոն տվեց իր կյանքը, հայկական մնաց 26 տարի, հետո հանձնվեց թշնամուն։ Ինչպես պետությունը գնահատեց Գագոյի այդքան թանկ զոհաբերությունը։ Ինչ է ձեզ համար նշանակում հերոս բառը։ Հաճախ մենք հերոսացնում ենք մարդկանց, բայց մոռանում ամենակարևոր հարցը։ Իսկ հիշողությունը առանց հարցի դառնում է կուռք։ Գագոն ծնվել էր այնպիսի ընտանիքում, որը չէր փախչում պատմությունից։ Նա զոհվեց որպես հերոս, դա փաստ է, բայց այն հողը, որի համար Գագոն տվեց իր կյանքը, այլևս հայկական չէ։ Սա էլ է փաստ։ Հիմա հարց. ինչպես ապրել այս երկու փաստի հետ միասին։ Գրիր մեկնաբանություններում։ Այսօրվա դոսիեն փակված է, բայց հարցը մնում է բաց։ Հաջորդ գործը մեկ շաբաթից։